Հունիսի 20-ին ուրբաթ Նիկոլ Փաշինյանին սպասարկող բորդ համար 1-ի անիվները դիպան Ստամբուլի օդանավակայանի թռիչքուղուն։ Փաշինյանը ոտք դրեց Պոլսի հողին։ Օդանավակայանում նրան դիմավորեց Թուրքիայի արտգործնախարարի տեղակալը, Ֆիդանի տեղակալը, ողջունեցին մի շարք այլ պաշտոնյաներ, ապա Փաշինյանը մոտեցավ Թուրքիայի պատվո պահակախմբին ու մինիմալ արարողակարգով ողջույն ստացավ նաև թուրք զինվորներից։ Իդեպս թուրքական արարողակարգի, երբ օտար երկրի բարձրաստիճան պաշտոնյան մոտենում է թուրք զինվորներին ողջունելու, զինվորականները պատասխանում են «Սաոլուն», այն է առողջ եղեք, որը թուրքական ավանդական ողջույն է համարվում հյուրերին, ինչևէ, սրանից հետո սկսվեց բուն այցը։ Այստեղ քննարկման առարկան այն էր, թե ինչու է Փաշինյանը մեկնել աշխատանքային, ոչ թե պաշտոնական կամ պետական այցով, քանի որ այս այցը արարողակարգի առումով ունի զգալի տարբերություն, այցերը ունեն տարբերություն։ Ամեն ինչից առաջ ուղղակի հիշեցնում է, որ Հայաստանն ու Թուրքիան անգամ դիվանագիտական հարաբերություններ ու դեսպանատներ չունեն։ Դրա համար են փորձելու բացատրել այս այցերի տարբերությունը։ Պետությունների ղեկավարների այցերը լինում են 3 հիմնական տեսակի՝ պետական, պաշտոնական եւ աշխատանքային, որոնք տարբերվում են արարողակարգերով, նպատակով եւ դիվանագիտական նշանակությամբ։ Սկսենք ամենաբարձրից։ Պետական այցն ամենաբարձրն է, բարեկամներ, ամենաբարձր մակարդակին է եւ հանդիսավորության տեսանկյունից էլ է տարբերվում շատ եւ որը տեղի է ունենում ընդունող երկրի ղեկավարի հրավերով։ Այն խորհրդանշում է երկու երկրների միջև ամենաջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Նման այցն ուղեկցվում է հանդիսավոր շքերթներով, կարմիր գորգով, զինվորական պատվո պահակախմբի մասնակցությամբ, 21 համազարկ եւ պետական ճաշկերույթ, տարբեր երկրներում տարբեր կերպ։ Որպես կանոն, պետական այց է տեղի ունենում երկրի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ընդամենը 1 անգամ, այսինքն կոնկրետ երկրի ղեկավար 1 պետական այց է ունենում 1 այլ երկրի, օրինակ Նիկոլ Փաշինյանը 1 պետական այց է ունեցել Ռուսաստանի Դաշնություն։ Պաշտոնական այցը ավելի պակաս հանդիսավոր է, քան պետական, այն կարող է նախաձեռնվել ինչպես հյուրընկալող, այնպես էլ այցելողի կողմից եւ սովորաբար կենտրոնացած է կոնկրետ քաղաքական կամ տնտեսական հարցերի քննարկման վրա։ Արարողակարգն ավելի զուսպ է այս դեպքում, սակայն կարող է ներառել նաև որոշակի պաշտոնական արարողակարգային բաներ, օրինակ պաշտոնական ընթրիք։ Վերջին տեղում աշխատանքային ամենասովորական այցն է եւ սովորաբար կարճ է տևում 1 կամ 2 օր, երբ նույնիսկ մի քանի ժամ էլ կարող է տևել։ Այս դեպքում արարողակարգային հանդիսությունները հաստատված են նվազագույնի կամ բացակայում են առհասարակ, ինչպես վերջին Փաշինյանի այցը Թուրքիա։ Նպատակը կոնկրետ խնդիրների շուրջ բանակցություններն են, խորհրդակցությունները կամ միջազգային համաժողովներին մասնակցությունը։ Պարզ ասած, երբ դուք գնում եք խնամուտուն, ուղղակի սրճելու, սա աշխատանքային այցն է, առանց նախապես պլանավորված տոլմաների եւ խաշլամաների։ Երկրորդը պաշտոնականը։ Այն է, երբ ձեր խնամիները նախապես են զգուշացնում, որ օրինակ գալիս են ձեզ հյուր, ու դուք պատրաստություն եք տեսնում, սեղան եք գցում, տոլմա եք պատրաստում։ Իսկ երրորդ դեպքում պետական այցի ժամանակ ձեր խնամիներն ու դուք երկար պլանավորում եք ձեր զավակների հարսանիքը, առևտուր եք անում, նվերներ գնում, վարսավիրանոց այցելում, վերջապես մեքենաներ վարձում, որ այդ օրը պաշտոնական դիմավոր եք հյուրերին։ Կարծում եմ առավելագույն հասկանալի բացատրեցի տրամաբանությունների։ Հիմա Փաշինյանի այցը խնամոնց հետ ուղղակի սուրճ խմելու մակարդակի այց էր։ Այն է աշխատանքային, քննարկելու ընթացիկ խնդիրներն ու անելիքները։ Դրա համար չկային սովորական դարձած օսմանյան զորքերի ու նժույգներով ենիչերների շարասյունները։ Վստահ եմ տեսած կլինեք Էրդողանի կրկեսը, որն ինքը կազմակերպում է պետական այցերի ընդունելությունների ժամանակ Անկարայի նախագահական պալատի մոտ։ Այս անգամ Անկարայում էլ չէր։